Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Այսօր մեր հյուրն է գնդապետ Տիգրան Հովհաննիսյանը, ով ղեկավարում է Պաշտպանական անկախ հետազոտությունների կենտրոնը։ Շնորհակալություն հրավերքս ընդունելու համար։ Շնորհակալություն հրավիրելու համար։ Պարոն Հովհաննիսյան, 2020 թվականի պատերազմից հետո որոշ երկրներ էապես փոխեցին իրենց մոտեցումները ռազմական դոկտրինաների նկատմամբ։ Ըստ էության կարելի է ակնարկել մի փաստ. Արցախյան 44-օրյա պատերազմը առաջի ռոբոտիզացված պատերազմն էր, որի արդյունքում բազմաթիվ երկրներ բացահայտ կերպով հասկացան, որ տեխնոլոգիաների դերը ժամանակակից ռազմական բախումների ընթացքում խաղում են վճռորոշ դեր։ Ինչ կարելի է ասել հետագա զարգացումների հետ կապված։ Կան արդյոք տենդենսներ, որոնք վկայում են այն բանի մասին, որ անմիջապես մարտական դաշտում զինվորի դերը գնալով նվազելու է եւ էական նշանակություն են ձեռք բերելու տեխնիկական միջոցները։ Մի քիչ բարդ հարց է, որովհետեւ պահանջում է պատմական ինչ-որ մի նախադեպ, որը թույլ կտա բացատրել 20 թվականին կատարվածը եւ 22 թվականից մինչ այսօր շարունակվողը։ Նախևառաջ դա 20 թվականը մենք կարող ենք համեմատել 35-39 թվականի Իսպանիայում քաղաքացիական պատերազմի հետ, եւ երկրորդ աշխարհամարտի գրեթե բոլոր տարրերը, տանկերը, օդուժը, նշանակության զորամասերը եւ հատկապես հոգեբանական քարոզչական այդ տարը սկսեցին նշմարվել եւ գրագետ խաղացողները, ինչպիսիք էին նախևառաջ Գերմանիան, հետո իհարկե Խորհրդային Միությունը, իսկ հետո արդեն Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան իրանց բաժնով դասեր քաղեցին եւ մտան երկրորդ աշխարհամարտ, ինչ որ գոնե պատկերացմամբ թե ինչ է ակնկալվում ապագայում։ 20 թվականի պատերազմը ապացուցեց, որ թևակողելով հետ մոդեռնային, պոստմոդեռնային դարաշրջան, որտեղ ել ավելի է կարևորվում լինի դա արհեստական բանականությունը, լինի դա կոմպյուտերային համակարգերը, ավտոմատացված կառավարման համակարգերը, որոնք սկիզբ են առնում դեռ Խորհրդային Միության 80-ականների սկզբից եւ նույնիսկ 70-ների կեսից, եթե մենք խոսանք Մարշալ Ախրամեևի մասին։ Այդ ամենը ստիպում է վերանայել, ոչ թե փոխել, վերանայել մարտիկի դերը եւ վերանայել սպայի դերը։ Էլ չեմ ասում գեներալների մասին, զորավարների մասին եւ ռազմավարական ընդհանրապես այդ մակարդակի մասին։ Վերանայման լուրջ խնդիր կա, կատարվում են լուրջ փոփոխություններ, ինչպես ամերիկյան, այնպես էլ մնացած այլ սովորելու ցանկություն ունեցող տերությունների կանոնադրություններում, լինի դա մարտական, լինի դա կապված էլեկտրոնային բաների հետ եւ մի խոսքով ամբողջ ոլորտում կատարվում են փոփոխություններ։ Եվ ոչ թե մեկ փոփոխություն, այլ օրինակի համար ամերիկացիք կես տարի մեկ են փոխում, արդեն առավել կարևոր պահերը։ Դեռ այսքանը։ Շատ բարի։ Այդ դեպքում ես կցանկանայի ինչպես ռազմական մասնագետի, փորձագետի հետևյալ մի հարցը ձեզ տալ։ Տեսեք, Պարսկաստանի եւ Իսրայելի միջև շատ լուրջ ռազմական բախում տեղի ունեցավ։ Փաստացի ողջ ընթացքը պայմանավորված էր, բացառությամբ որոշ հատուկ գործողությունների, այս կամ այն կերպ տեխնիկական միջոցների կիրառումով։ Դրանք հրթիռներ էին, ինքնաթիռներ էին, հասկանալի է, որ նաև կար կիբեր պատերազմ, միգուցե չերևացող, բայց միարժեք այդ ամենը կար, եւ կարելի ասել, որ չնայած շատերը համարում են, որ պատերազմը ավարտվեց ոչ ոքիով, սակայն հասկանալի է, որ դա ընդամենը ինչ-որ մի ժամանակահատված է, որից հետո նորից այդ ամենը կարող է նորից վերսկսվել։ Արդյոք այսօր անմիջական զորամիավորումների բախումները մարտի դաշտում խաղալու են վճռորոշ դեր, թե կարելի է այն կարգի վնաս հասցնել ինֆրակառուցվածքին, որ այնուհետև ռազմական անմիջական բախման անհրաժեշտություն նույնիսկ չի լինի։ Հայկ, դուք ասացիք հենց այդ ինչ կատարվեց, ձեր վերջի նախադասությունը դրա մասին էր։
կատարվեց այդ ոչ ոքին կայացավ պարզ պատճառով, երբ երկու կողմերն էլ համոզվեցին, որ իրար պատճառում են անընդունելի վնաս։ Իսրայելական օդուժը եւս մի անգամ ապացուցեց իր լավագույն լինելը, հատուկ նշանակության զորամասերի եւ հետախուզության մասին ընդհանրապես չենք խոսում, լավագույններն են։ Միաժամանակ Պարսկաստանը ապացուցեց, Իրանը ապացուցեց, որ իր հրթիռները կարողանում են խոցել ցանկացած պաշտպանվածության գոտի, նույնպես պատճառելով անընդունելի վնաս։ Սակայն ստեղ մի բայց կա։ Ինչ ենք մենք ակնկալում այդ ռազմական գործողությունների արդյունքում։ Պարզապես շարքից դուրս բերել X տարով հակառակորդին, դա մի խնդիր է, այնտեղ կոնտակտային ինչ-որ բան չկա, շփման կարիք չկա։ Փոխել իր վարչակարգը, ինչպես դա ինչքանով մենք հասկանում ենք նախատեսում էր սկզբում, դա էլ է պահանջում նախևառաջ գործակալների եւ հետո արդեն հատուկ նշանակության այդ բոլոր ծառայությունների ուղղակի ներգրավումը եւ մասնակցությունը, ուղղորդումը, ինչպես ասում են on the ground, հողի վրա։ Եթե ուղղակի բախում էր գնում, ուղղակի բախմանը չգնաց, որտեղ երկու կողմերն էլ իրարից անջատված են հսկայական տարածքով, 1000 քանի կիլոմետր տարածությամբ են անջատված, սակայն եւս հատուկ նշանակության զորամասերը իրանց ստորաբաժանումները իրանց խնդիրը կատարեցին իսրայելցիների կողմից, շարքից հանելով անմիջական շփման մեջ, շարքից հանելով հրթիռային եւ հակաօդային պաշտպանության համակարգերը։ Մյուս կողմից իրանցիք կարողացան ապացուցել, որ իրանք էլ կարող են խաղալ այդ կիբերխաղերը, շարքից դուրս բերելով ժամանակավորապես առնվազն իսրայելական հոպի զգալի մասը, բոլորս տեսենք այդ հրթիռները ոնց են խոցում հենց հրթիռի արձակման կայանները։ Այնպես որ խաղը գնալով curiosier and curiosier ավելի ու ավելի հետաքրաշարժ է դառնում եւ պահանջում է ավելի ճկուն մտածելակերպ, ոչ ստանդարտ մոտեցումներ, որոնք հիմնված են հին դասական, ավանդական, դպրոցական այբուբենի վրա։ Առանց դա հնարավոր չի ոչ միայն իմպրովիզել, այլ ընդհանրապես գոյատևել չի ստացվում, բարձ խոսանք։ Այդ դեպքում բնական կերպով առաջանում է հետևյալ հարցը։ Նու կան դասական բաժանումներ, ստորաբաժանումների ըստ իրենց չափերի եւ գործողության հնարավորությունների։ Դասակներ, վաշտեր, գումարտակներ, գնդեր, դիվիզիաներ, բրիգադներ, արդյոք կարելի ասել, որ այսօր այդ համակարգը պահպանվում է, թե պետք է ինչ-որ նոր տիպի կառուցվածքային միավորներ ստեղծել, որոնք կհամապատասխանեն ժամանակակից մարտահրավերների, որովհետև որքան ես հասկանում եմ, փոքր, մոբիլ եւ բավականին ակտիվ մարտական միավորները կարող են էապես փոխել իրավիճակը մարտի դաշտում, նույնպես օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները։ Այդ համակարգումը մնում է արդիական, թե նորը պետք է ստեղծել։ Հին փորձած թանը անփորձ մածունի հետ դեռ չենք փոխում։ Ինչու՞։ Նայեք, 22 թվականին ռուս-ուկրաինական այդ ընդհարումը այդպես դա որակենք։ Երկու կողմերն էլ ամիսների ընթացքում տաշեցին, ինչպես ասում են, իրենց լավագույն զորամասերը։ Այդ թվում նախևառաջ հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Ինչու՞, որովհետև գեներալիտետին զորավարներին պետք է ներկայացնեն միայն լավատեսական զեկույցներ կատարվածի մասին։ Դա համատարած է, դա վերաբերում է բոլորին եւ աշխարհագնդում ազգ չկա, որ գոնե մի քանի անգամ այդ փորձանքով անցած չլինի։ Եվ դասակը, եւ կորպուսը, եւ նույնիսկ ռուսերեն ասած ֆրոնտը, իսկ գերմաներեն ասած գրուպը արմի, բանակների խումբը, նրանք բոլորը այբուբեն են, որ կմախքեն, որոնց վրա աճացում է միսը, մկանները, ճարպը եւ մնացած արդեն օրգանները սկսում են աշխատել։ Առանց կմախքի ոչ մի բան հնարավոր չի։ Այլ խնդիր է, որ մենք առաջի անգամ կանգնում ենք մի շատ հետաքրքիր մարտահրավերի, առերեսում ենք հետաքրքիր մարտահրավերի։ Պարզվում է, որ մասսայական բանակը, որը վատ թե լավ, համեմատաբար արդյունավետ կարողացավ գործել առաջի եւ երկրորդ աշխարհամարտում, այսօր արդեն բավական չէ։
եւ այդտեղից արդեն առաջացել է այդ мясо կամ mis տերմինը, ինչը նշանակում է ոչ թե որ իրանց անելանելի ինչ որ խնդիրների առջև են կայնացնում, անձնակազմը պատրաստ չի, անձը անձամբ պատրաստ չի, իր հրամանատարը պատրաստ չի, որովհետև այդ կարծր մտածելը, ձևական թղթեր լրացնելը, ֆորմուլաները, զեկույցներ ներկայացնելը խլում է մարտական պատրաստության առնվազն 70%-ը, իսկ մնացած 30%-ը այն որ կենսական է կատարվում է այսպես։ Հիմա մենք տեսնում ենք կատարելապես այլ մոտեցում, նախ եւ առաջ ուկրաինացիների կողմից, որոնք հրաժարվեցին այդ ձևական այդ ոնց ասեմ ռուսերեն կրուժիվաներից, զարդարանքներից հրաժարվեցին գոնե տակտիկական եւ օպերատիվ մակարդակում, հրաժարվել են դրանից, ռուսներն են դրան արդեն սկսել մոտենալ, բայց նորից այդտեղ արդեն կոնֆլիկտը ոչ թե մարտական անհրաժեշտության եւ անձնակազմի միջև է։ Անձնակազմը շատ շուտ է սովորում դաշտում, ով չի սովորում շատ շուտ դուրս է գալի շարքից։ Այստեղ խնդիրը նախ եւ առաջ ընդհարումն է այսօրվա իրողությունը պատերազմական, նոր պահանջները բարոյաքեբանական, ֆիզիկական, մտավոր նախ եւ առաջ, մտավորը անկյունակարն է այդ ամենի, որ ներկայացնում է սպայա եւ անձնակազմին եւ այն անուրջների միջև, որ տիրում են լամպասներ կրող բարձրացիան գեներալիտետի շարքերում։ Դա է խնդիրը։ Այսինքն ճիշտ քաղաքական ուղղորդման պայմաններում, ճիշտ քաղաքական նպատակային այդ ոնց ասեմ վերանայման, ռեֆորմների, բարեփոխումների, ոչ թե ձևափոխումների արդյունքում հնարավոր է արձագանքել, շտկել եւ լինել առաջնային գծում։ Հակառակ դեպքում մշտական կորուստներ եւ այն ինչ որ մենք տեսնում ենք այս պատային իրավիճակում, stalemate իրավիճակում։ Այսինքն կարող ենք մենք ինչ որ առումով ասել, որ այժմ մի անցումային շրջան է, երբ սկսում են ձևավորվել նոր դոկտրիններ։ Յուրաքանչյուր երկիր իր նոր ռազմական դոկտրինն է մշակելու ըստ, այսպես ասած, պահանջների եւ ըստ այն իրականության, որը ներկայումս ձևավորված է։ Հայք, յուրաքանչյուր ապրելու ցանկություն ունեցող պետությունը դա կանի, որը որ ցանկություն չունի ապրելու, ուզում է դասագրքերի մեջ մտնել, կարող է իհարկե հին պապենական, նախապապենական, ավանդական, ես չգիտեմ էլ ինչական կամ ուրիշից վերցրած այն կարգո կուլտ, որ ասում են, ձևական ինչ որ չգիտեմ ինչ էլի բառեր արտասանելով mission command, չգիտեմ robotization, կախարդական բառերը որ արտասանում ես, միանգամից իրավիճակը փոխվում է վերևներում։ Մարտի դաշտում դա բերում է մի պարզ բանի, կործանման։ Անկյունա խնդիրը հիմնական բանալին մեկն է։ Մենք կարիք ունենք բոլորս, ով առողջամիտ է եւ ցանկություն ունի կառուցել նորմալ զինված ուժեր, կարիք ունենք նոր տեսակի զինվորի։ Ինչպես դա արեցին, օրինակի համար Կայսեր Վիլհելմը, Բիսմարկը եւ Մոլտկեն ուսուցչի միջոցով 30 տարվա ընթացքում ամբողջապես փոխելով պրուսական հասարակության մթնոլորտը եւ գրագետ կադրեր դուրս հանելով մարտի դաշտ, որոնք պատրաստ էին օգտագործել նորագույն զենքերը։ Այո։ Նույնը այս ժամանակ, եթե դու բերում ես 10-րդ դասարանցի, ով մարդավարի հաշվել չգիտի, ում տրամաբանությունը գտնվում է TikTok մակարդակում, եւ ում ամբողջ կյանքի երազանքը BMW-ն է առանց հասկանալու BMW-ն ինչ է, ոնց են քշում, որն է շարժիչը, որն է բան, այլ զուտ կլեպն է իրան հետաքրում այդ մակերեսը փայլող։ Այդ անձնակազմը պատրաստ չի ոչ օգտագործել մոդայիկ դրոնները, ոչ օգտվել գրագետ ռադիոկապի միջոցներից, ոչ քողարկվել էլեկտրոնային եւ չգիտեմ այլ ջերմա ինչ տարբերատեսիլ սարքերից։ Մի խոսքով այդ անձնակազմը անպայման պետք է անցնի 90%-անոց բնական ընտրության շրջան, վերանան այդ 90%-ը կամ դառնան հաշմանդամ լավագույն դեպքում, այն 10%-ը բնազդով կսովորի այն, ինչ հնարավոր է սովորեցնել կես տարվա գրագետ նպատակասլաց ռազմական պատրաստության ընթացքում։ Սա փաստորեն հիշեցնում է մի դեպք տարիներ առաջ Ռուսաստանը MiG-29-ների էսկադրիլիա ուզեց Լիբանանին նվիրի եւ շատ հետաքրքիր պատասխան
ստացավ այնտեղից։ Մենք ի վիճակի չենք շահագործել այդպիսի բարդ տեխնիկա, խնդրում եմ ուղարկեք ինչ-որ մեկ այլ պարզ համակարգ, որը մենք ի վիճակի կլինենք մեր ուժերով շահագործել։ Փաստորեն այսօրվա ռազմական տեխնիկան այնպիսի բարձր կրթական ցենզ է պահանջում, որ նույնիսկ շահագործման հարցը դառնում է սկզբունքային։ Այսինքն լավ գրագետ սպան այսօր պետք է ունենա ինժեների որակավորում, որի վիճակի լինի լավագույնս շահագործել այն զինտեխնիկան, որը իր տրամադրության տակ է։ Արդյոք չի խոսում դա նրա մասին, որ Հայաստանում նույնպես պետք է որոշակի փոփոխություններ լինեն, պայմանավորված նոր ռազմական դոկտրինայով եւ հատկապես կրթական բաղադրիչը պետք է էական նշանակություն ձեռք բերի այդ նոր այսպես ասած ձևափոխությունների շարքում։ Այսինքն հասկանալ, որ նույն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը պետք է պատրաստի նաև ինժեներատեխնիկական բարձր որակի կադրեր, որոնք ի վիճակի կլինեն այդ տեխնիկայի հետ գործ ունենալ։ Մի քիչ ավելի լավատես եմ ես այդ հարցում, մի պարզ պատճառով, երբ որ խաղաղ պայմաններում անձնակազմը ստանում է բարդ տեխնիկա եւ հերիքը մի գրագետ կամ նպատակասլաց սպա ունենա, նվիրված իր ծառայությանը, միանգամից պարզվում է, որ անձնակազմը սիրով սկսում է ուսումնասիրել այդ նոր տղամարդու խաղալիքը, որտեղ դա տղամարդու խաղալիքը, իսկական տղամարդը, ուսումնասիրել, մտնել մեջը, շահագործել, հասկանալ թե ինչ անում, հպարտություն եւ հաճույք ստանալուց այն պարզ բանից, որ ինքը զբաղված է գործով եւ ոչ թե ստվերում միտեղ տեղ է մանգալի թավալ գալու համար։ Ինչ վերաբերում է պատրաստությանը, Հայաստանի կրթական համակարգում կար մի տար, որը նորմալ աշխատում է ռազմաօդային ուժերի ինստիտուտը, որը պատրաստում էր այնպիսի կադրեր, որոնց մեծ մասը այսօրվա այս տրամադրությունների եւ մոդաների համաձայն արագորեն ավարտում էր իր զինվորական ծառայությունը, որպեսզի փախնի Airbus քշելու, վերապատրաստում անցնի ցանկացած այլ պետությունում, Airbus քշի կամ էլ սպասարկման ինժեներ աշխատի, ելի արտասահմանյան ինչ-որ օդակայանում, ստանալով հազարավոր եվրոներ, դոլարներ եւ այլն։ Այսինքն նորից մենք այդ ամենը ունենք։ Ստեղ ծավալի մասն է խոսքը, մասշտաբ։ Եթե քանակ պետք է։ Քանակի մասն է խոսքը։ Մարքսի երկրպագուն չեմ, բայց գիտեմ մի պարզ բան, որ իսկապես քանակական ինչ-որ մի կույտ է պետք, որպեսզի դա որակական ինչ-որ մի փոփոխության բերի։ Կարելի է արդյոք ասել, որ մենք ինչ-որ առումով պետք է ուզած-չուզած հետևենք Իսրայելի օրինակին, լինելով տարածքով փոքր երկիր եւ մարդաքանակն էլ առանձնապես շատ չի, մենք պետք է ունենանք բավականին մոբիլ, բարձր տեխնոլոգիաներով զինված բանակ եւ համապատասխան անձնակազմ, որը ի վիճակի կլինի այդ ամենը օգտագործել եւ մարտի դաշտում կիրառել արդյունավետ կերպով։ Այլ կերպ ասած, մեր նման երկիրը, որը շրջապատված է նման հարևաններով, փաստացի պետք է ունենա այդ տիպի բանակ։ Մենք դեպի այդ բանակը պետք է գնանք։ Այդ դա լոգիկան է։ Ցավոք սրտի այսօր աշխարհում լոգիկայով շատ քիչ բան է շարժվում, կամ էլ այտենց ասենք, այլասերված լոգիկայով ղեկավարվող բաները շատ քիչ են, բայց քաղաքականությունը մի կողմ դրած, ստեղ զուտ մենք խոսում ենք ռազմական արդյունավետության մասին։ Ես ներողություն եմ խնդրում, ճշտեմ իմ հարցը։ Մի ժամանակ կար միշտ այսպեսի մի կարևոր պահ, ասում էին մենք ունենք ռազմավարական գործընկեր եւ այդ գործընկերը միշտ մեր թիկունքին կանգնած է լինելու։ 20 թվականին հասկացանք, որ նման բան չկա։ Այսինքն մենք առերեսվեցինք ինքներս մեր ճակատագրի հետ լինելով բացարձակ միայնակ։ Հետևաբար պետք է հասկանալ, որ գոնե կարճատև, ինտենսիվ մարտական գործողությունների մենք պետք է պատրաստ լինենք դիմակայել լինելով բացառապես միայնակ, այսինքն ինքնուրույն հաղթահարելով այդ խնդրումը։ Բայց այդ ամենին հասնելու համար փաստացի մենք պետք է փոփոխություններ կատարենք եւ պատերազմի տրամաբանության ընկալման տեսանկյունից եւ մարտական գործողությունները վարելու առումով։ Այսինքն նոր պետք է դոկտրինա ձևավորվի։ Կարող եք ասել արդյոք, որ
հիմնական օրինակը պետք է լինի միարժեք այդ բարձր տեխնոլոգիական բնույթի պատերազմի պատրաստ լինելը։ Միանշանակ։ Դա պետք է լինի իսրայելական բանակի տարբերակը, բայց 30 տարի առաջ։ Ոչ այսօրվանը։ Ինչ։ Որտեվ հեդոնիստական հասարակարգը, հաճույքների գերակայությունը, պարտականությունների դա պարզ խոսանք էլի, այն ինչ որ իրանք անում են Գազայում այսօր, իսրայելական 30-40 տարի առաջվա բանակը կկատարեր մի ամսվա ընթացքում։ Մարդիկ արդեն սովոր են լավ կյանքի։ Մարդիկ ծովափում են ապրում։ Անմիջական վտանգ չկա, Եգիպտոսը չի սպառնում, Սիրիան տապալված է, հեռահար թշնամի է ման գալացվում, որ գոնե մի հատ թշնամի ունենան, որ բացատրեն, որ այս բանակը պետք է մենք շարունակենք պահել։ Պարզ ֆիզիկական ստանդարտները, չափանիշները առնվազն կրկնապատիկ փլվել են, եւ դա համաշխարհային բան է։ Այսինքն մարտունակության առումով իսրայելական բանակը լինելով լավագույնը մերձավոր արևելքում, միաժամանակ ինքը Իրան կպարտվեր, եթե իրա դեմ դուրս գային իրանց հայրերը կամ պապերը, ավելի շուտ պապերը, վարքյանապես կպարտվեր, որտեվ այն ժամանակվա մի խոսքով էլի կարդում ես արդեն պարզապես հիանում ես մարդիկ ոնց էին իմպրովիզում ամենաանհելանելի իրավիճակներում, Արիել Շարոնի մասին էլ խոսալ չենք ուզում, մնա Ռաբինի մասին խոսալ չենք ուզում, այստեղ այլ խնդիր է, Հայկ, խելացի, հմուտ, ունակ անձը ցանկացած թույլ հասարակարգի վտանգն է։ Վտանգ է։ Արեք պարզ խոսանք։ Չէ՞ արժի բերել թե չբերել, արդեն դուք կընտրեք թե հանում եք թե ոչ, Պրիգոժինի օրինակը։ Ով էր իրան կանգնացնում։ Ով ռիսկ արեց դուրս գալ իր դեմ։ Աղմատը խուսափեց, ասես սիրուն հայտնվեց 50 կիլոմետր այրուղությամբ, մի տրակտորավար որ փորեց այդ բանը, էքսկավատորը որ փորեց ճանապարհը, 2-3 ուղղաթիռ որոնց ասել էին որ դա գալիս են ուկրաինացի։ Պարզ խոսանք, մոտիվացված կարող է լինի անգրագետ, բայց տակտիկական իմաստով, մարտավարական իմաստով գրագետ միավորներ էին, գրագետ զինվորներ էին, որոնք կարողացան իրանց վրա ծամել եւ մաշացնել ուկրաինական բանակի լավագույն զորամասերը, սարսափելի երկու կորուստներ կրելով իրանք էլ։ Հիմա այստեղ այդ խնդիրն է։ Եթե պետությունը վստահում է իր քաղաքացուն, եթե պետության այդպես ասենք հիմնական նպատակը պետական շահն է, այլ ոչ ներքաղաքական շահն է, այդ դեպքում այո ձեր ասած մարդկանց եւ կպատրաստեն, եւ կվարժեցնեն, եւ շարք կկայնացնեն, եւ ամենակարևորը կառաջ խաղացնեն։ Այդ ժամանակ Արիել Շարոնը չի մնա դասակի կամ գումարտակի հրամանատար։ Իցխակ Ռաբինը հաստատ չի մնա գնդի հրամանատար։ Այսինքն կոպիտ ասած, ասենք այդ կենթանաբանական բառը գայլերի ոհմակ։ Գայլերի ոհմակը էֆեկտիվ կոլեկտիվ է, որը ցանկացած պարագայում, ցանկացած պայմաններում պատրաստ է զոհաբերել թույլերին, կոպիտ ասած բեռ հանդիսացող, ջարմա հանդիսացող իր անդամներին, գերին վերին նպատակի համար ոհմակը որպես entity, համույթ, մեկ ամբողջական, այսինքն ամբողջականի շահը միշտ ավելի բարձր է, քան իհարկե։ Եվ այդ դեպքում գայլերի ոհմակը այո կրթում են, դաստիարակում են, ցույց են տալի ոնց որսի գնալ, ղեկավարում ուղղորդում են, հետո արդեն այդ գայլերը մեծանում են, իրանք են արդեն սկսում այդ ամեն ինչը բանել, եւ այդ ժամանակ արդեն մենք տեսնում ենք, որ ոհմակը հաջողակ է, իսկ որ ոհմակն է վերանում պարզապես։ Այդքան է։ Շատ բարի։ Եվ վերջի կարճ հարցը։ Ինչպես եք կարծում, արդյոք ժամանակը չի եկել, որ էապես նաև վերանայվի դպրոցական ռազմական կրթությունը Հայաստանում, որովհետև կան դասաժամեր, որոնք նվիրված են ռազմագիտությանը, սակայն երևի թե պետք է նոր ծրագրեր ձևավորվեն, հատկապես հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների դերը։ Հայկ ասեմ ձեզ այս պատերազմները։ Ասեմ մի հրաշք, որ ես հասկացա միայն անձամբ այդ երկիրը այցելելով։ Ուրեմն ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպես է ավստրիական բանակը կարողանում պահպանել այդպիսի բարձր մակարդակ, զորակոչելով եղած չեղածը 6 ամսով։ Դա անհնարին է։ Դա պարզապես անհնարին է, որտեվ
Սկզբից խորհրդային բանակը ոնց էր, առաջի 6 ամիսը դա այն կուրս Մալդովա բայց է քեզ ներածական մասն է, այսպես կոչված ուչեփկան է, basic training ամերիկյան բառապաշարով։ Հետո գալիս էր արդեն քեզ փորձում էին ընթացքում թե ոնց ես դու կիրառում քեզ հանձնարարված կամ ստանդարտ զենքը զինատեսակը։ Հետո դու ինքն էիր արդեն բանում, օգտագործում, շահագործում այն վերջի կես տարին էլ դու արդեն քո փորձը հաղորդում էիր կրտսերներին։ Դա 2 տարվա շռայլություն էր։ Կես տարվա ու հիմնական խնդիրը ոչ թե սովորեցնելն է, այլ ներդաշնակեցնելն է, այսինքն սովորեցնել 10 հոգուն, այսինքն ջոկին գործել որպես մեկ միավոր, այնուհետև 3 ջոկը միացնել, դարձնել դասակ, ներդաշնակեցնել, որ իրանք հասկանան թե ինչ է կատարվում, ոնց են կատարում խնդիրը, դասակից անցնում են վաշտի, վաշտից գումարտակի, ու հետո այն հրաշքներն էին կատարվում, որ կոչվում էին ոնց էր կոչվում վաստոկ, չգիտեմ 90-89-ից կամ չգիտեմ ինչ, երբ որ մասնակցում էր 50,000 հոգի, որոնք գործում էին մի սցենարով, բալետ, սիմֆոնիկ նվագախմբով ուղեկցվող բալետային մի հրաշալի ներկայացում, բայց պարապում էին օր ու գիշեր։ Ես չէի հասկանում, թե ավստրիացիք ոնց են դրան հասել։ Ամենակարևոր խնդիրը կատարելով ներդաշնակեցման, երբ որ մեկը մյուսին հասկանում է, կապի ժամանակ ոչ մի խնդիր չունի եւ այլն։ Հետո նոր որ կես բարբանարեցին 3-րդ դասարանից ուսուցիչը եւ ծնողներից մի քանիսը երեխաներին վերցնում են, ուսապարկերը հագնում են, գնում են իրանց գյուղի կամ քաղաքի շուրջ են պտտվում։ Ամառը գնում են Արշավ 10-20 կիլոմետր այն կողմ։ Վերադառնում են։ Ընտիրը 4-րդ դասարան, 5-րդ դասարան այդ օղակները գնալով լայնանում են, 11-րդ դասարանցին հոյակապ գիտի Ավստրիայի բոլոր լեռնանցքները, արահետները, աղբյուրները, թաքստոցները, ես չգիտեմ էլ ինչը։ Եվ եթե ինչ-որ մեկը փորձի Ավստրիաների խուժել, դու զորակոչում ես դասարանը, եւ այդ ժամանակ արդեն կամ էլ ցրում ես այդ դասարանը։ Եվ կապի ժամանակ իրանք կարիք չունեն ոչ մի կոդավորման, որովհետև մեկը մյուսին կարող ասի, հանդիպում ենք այնտեղ, որտեղ կուրտը այն կոշիկները գցեց բանի մեջ, աղբյուրի մեջ են կան, կուրտի կոշիկները։ Գնա հասկացի։ Կոդավորման կարիք էլ չկա, պետությունը, դպրոցը կատարել է 90% աշխատանքի։ Ներդաշնակեցում, կոլեկտիվի ստեղծում։ Գիտելիքների մասին չեմ խոսում, Ավստրիայի մակարդակը վկայում է այդ հաջողակության մասին։ Հասկանալի արդեն ինչ ճանապարհ է պետք։ Շնորհակալություն։ Հայ, կներեք ձեզ մեր կենտրոնը այս նոր հրատարակեց, ամսի 12-ին շնորհանդեսն է, հանձնում ենք այս գիրքը բրիտանացի Պսիխոլոգի վայենի նեկամպիտեն անձեռնհասության, զինվորական անձեռնհասության հոգեբանության մասին, հեղինակը երկրորդ աշխարհամարտի հերոսներից մեկն է, բրիտանական կայսրության շքանշանի ասպետ, դրանից հետո զորացրվել եւ դառել է հոգեբան իր ամեն ինչով պատվավոր անդամ այստեղ, այնտեղ եւ ամենուր մի խոսքով։ Շատ շնորհակալ եմ։ Ուրախ եմ, Հայկ, շնորհակալություն ձեզ։